Բարև ձեզ։ Եթերում Civilnet Business-ն է, որը սկսել է հարցազրույցների շարք քննարկելու առաջիկա ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը։ Իմ զրուցակիցն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Պարոն Չալաբյան, դեռևս քաղաքական կուսակցություն չի Հայ-Ակվեն որպես միավոր, բայց դուք մասնակցության հայտ եք ներկայացրել այս ընտրություններին եւ ֆորմատի հետ կապված դեռևս հարցեր կան, բայց այնուամենայնիվ, քանի որ ներկայացրել եք նաեւ տնտեսական ծրագիր, դրա համար ցանկացանք ձեզ հետ այս ֆորմատով, այս ձևաչափով իթևս այլ ուժերի նաեւ քննարկել ձեր տնտեսական ծրագիրը։ Պարոն Չալաբյան, տեսեք, ձեր տնտեսական ծրագրում առաջարկվում է նվազեցնել հարկային բեռը ցածր եկամուտ ունեցող խավի համար մինչև 2-3%, բայց մյուս կողմից նաեւ խոսում ենք նրա մասին, որ հնայի բարդ հնա հարաբերակցությունը եւս պետք է նվազեցնեք հնայի 50%-ից ներքև։ Այն պետք է այդ մակարդակում մնա։ Ասացեք, խնդրեմ, այդ դեպքում որ ծախսերի կրճատման հաշվին պետք է դա իրականացնենք, նախ պարտքի նվազեցումը, որովհետև մի կողմից հարկերի նվազեցում եք խոստանում, մյուս կողմից նաև պարտքի նվազեցում եք խոստանում։ Շատ լավ։ Ճիշտ եւ կարևոր հարցադրում եք անում, նախ խոսքը գնում է հիմնականում ցածր վարձատրություն ստացող հատվածի հարկային բեռը նվազեցնելու մասին, այսօր եկամտահարկը բոլորի համար կազմում է 20%, մեր կարծիքով դա այդքան էլ արդարացված չի։ Համարդ մոտեցում է այո։ Այո, այդքան էլ արդարացված չի։ Այն քաղաքացիները, որոնք 200,000-ից նվազ եկամուտ են ստանում ամսական, մեր կարծիքով իրենց հարկային դրույքաչափը պետք է ավելի ցածր լինի, 15%-ի կարգի, եւ դա յուրաքանչյուրի համար մոտավորապես ամսական 10,000 դրամի թեթևացում է հարկային բեռի։ Հիմա արդյոք դա մեծ գումար է կազմում, ոչ, այդքան էլ մեծ գումար իրականում չի կազմում, եւ մեր տեսանկյունից դա բերելու է նաեւ սպառման աճի հաշվին, դուք գիտեք, որ սպառումը բերում ավելացած արժեքի հարկի, այսինքն ամբողջի հարկով եք գանձելու, այսպես ասած։ Մասամբ ոչ ամբողջովին, ուզում եմ ասեմ, որ դա, տեսեք, պետությունը գումարի մի մասը թողում է քաղաքացին, քանի որ դա պետք է սպառի, այդ գումարի մի մասը այնուամենայնիվ հետ է վերադառնում, հա, այսինքն այդ հարկային բեռը թեթևացումը նաեւ ունի երկրորդային էֆեկտ, հա, եւ տնտեսական աշխուժացման է բերում, բայց ընդհանուր առմամբ, երբ որ մենք նայել ենք մեր բյուջեի կառուցվածքը, եկել ենք հետեւյալ եզրակացության, որոնք են այն ուղղությունները, որոնք մեր տեսանկյունից այո հնարավոր է ծախսերը կրճատել։ Առաջինը մեր տեսանկյունից ամենամեծ ծախսերի կրճատման ուղղությունը դա պետական պարտքի սպասարկումն է։ Պետական պարտքի սպասարկումը բաղկացած է երկու մասից։ Ինչքան է ձեր պետական պարտքի ծավալը եւ ինչ տոկոսադրույք եք դուք տարեկան վճարում։ Մայր գումար եւ տոկոսադրույք, այսպես ասած։ Հիմա որպես փաստ, որպես արձանագրում ձեզ ասում հետեւյալը, որ 2018 թվականին, երբ որ գործող վարչախումբը եկել է իշխանության, պետական պարտքի սպասարկման միջին տոկոսադրույքը կազմել է մոտավորապես 4.5%։ 2025 թվականին այն կազմել է 7.5%։ Ներքին պարտքն է շատացրել։ Այո, ներքին պարտքն է շատացել եւ դրսից էլ միջոց փոխառությունները վերցվում են ավելի թանկ գնով։ Մեր կարծիքով առաջի տրամաբանական ուղղությունը, որով պետք է զբաղվել, դա պետական պարտքի սպասարկումը էժանացնելն է։ Հիմա որպես իրատես մարդ եւ որպես մարդ, որը նաեւ ֆինանսական կրթություն ունի թիվս այլոց, ես գիտեմ, որ դա արագ արվող բան չի։ Այնպես չի որ գիտեք, մենք իշխանության կգանք, կտրուկ կնվազեցնենք։ Ոչ, կտրուկ չենք նվազեցնի, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Մասնապես օրինակ ներքին պարտքի համամասնությունը ընդհանուր պարտքի մեջ այո պետք է նվազեցնել, ինչու՞ դեմ ներքին պարտքը ավելի թանկ է։ Երբ որ ներքին պարտքը ավելացվում է այս ամբողջ ընթացքում, այն տրամաբանությամբ էր արվում, որ դե գիտեք ներքին պարտքը այնուամենայնիվ ներքին աղբյուրներից է, մենք ավելի քիչ ենք կախված դրսի աղբյուրներից եւ այլն։ Ես ես վերջերս համենայն դեպս փորձեցի մի հատ պարզեմ, էլի ինչ արժանա մեր համար օրինակ ներքին պարտքի սպասարկումը։ Շոկ էր իմ համար պարզել օրինակ, որ մինչև 2036 թվական վաճառված պետական պարտատոմսը ունի տոկոսադրույք, դրա տոկոսադրույքը կուպոնային 13%, այսինքն մենք քաղաքացիներս 13%-ով պարտք ենք վերցրել, հա, բայց գիտեք շուկայում ինքը ինչքանով է շրջանառվում, իր շուկայական արժեքը ինչքան է 7.5%։ Շուկայական արժեքը 7.5%, այդ պետությունը այդ պարտքը վերցրել է 13%-ով, այսինքն մոտավորապես 5.5%-ի տարբերություն պետությունը թողել է սպեկուլյանտներին։ Եվ դա ամեն տարի։
Պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Մենք վճարում ենք։ Իսկ միջնորդ օղակներին նկատի ունենք։ Չէ, նայեք ինչա տեղ ունեն։ Կներեք, մի քիչ խորանալ եմ այդ ֆինանսական թեմայի մեջ, որ դուք պատկերացնեք։ Պետությունը առաջնային թողարկում անում։ Այո։ Նա տեղաբաշխում է իր պարտքը կապիտալի շուկայում 13%-ով։ Առնում է դա գնորդը, դա կլինի բանկ, ֆինանսական կազմակերպություն, որևէ հարուստ ինվեստոր։ Առնելուց հետո այդ պարտատոմսերը միանգամից շուկայում այնքան են թանկանում, որ իրանց էֆեկտիվ տոկոսադրույքը դառնում է 7.5%։ Իսկ պետությունը կարող էր այդ փոխառությունը տեղաբաշխել 7.5%-ով։ Ինքը տեղաբաշխել է 13%-ով, այն տարբերությունը աշխատում են այն կազմակերպությունները, որոնք առաջնային տեղաբաշխում են։ Մինչև այս վերջին շրջանում մոտավորապես 1-1.5%-ով նվազել է պետական պարտատոմսերը, որովհետև Հայաստանը կներեք, բայց ռիսկային պետություն է, կոնֆլիկտային զոնայում է գտնվում եւ ռիսկի պարգևավճար գոյություն ունի եւ մարդիկ, որոնք ներդրում են անում պետական պարտքում, պետական պարտատոմսերում, իրենք այդ փողը թանկ արժե։ Հա, բայց այդ դեպքում եկեք բացատրենք ոնց է ստացվում, որ շուկայական տոկոսադրույքը 7.5% է այդ պարտատոմսերի, իսկ տեղաբաշխման տոկոսադրույքը եղել է 13%։ 5.5%-ի տարբերություն։ Գիտեք, 1-2% լիներ։ Իսկ ես ճիշտ եմ ասում, պետությունը 7.5%-ով է թողարկում, հետո վերաթողարկում է 13%-ով։ Պետությունը երբ որ թողարկում է, ասում է պայմանականորեն, սիրելի արշալույս, գնեք այս պարտատոմսը 100,000 դրամով, ես այս տարեկան 13,000 դրամ կվճարեմ։ Շատ լավ։ Բայց այդ պարտատոմսը շուկայում հիմա շրջանառվում է էֆեկտիվ 7.5% եկամտաբերությամբ, այսինքն պետությունը ձեզ որպես առաջնային գնորդի տարեկան 5.500 դրամ ավել է վճարում, քան թե դրա այդ պարտքի շուկայական գինն, հասկացաք։ Հասկացա, բայց ով է շրջանառվում, այսինքն երկրորդային շուկայում են դա շրջանառում 7.5%-ով։ Բանկ առել է առաջնային շուկայում, հետո վճարում երկրորդային շուկայում։ 7.5%-ով է արդեն վճարում։ Այո։ Բայց բանկը տուժում է։ Արշալույս ջան, ես փորձում եմ ձեզ ֆինանսները բացատրեմ, բանկը չի տուժում, որովհետև բանկը, որպեսզի պարտատոմսի 13-ի փոխարեն 7.5 է ստանում, էլի։ Հա, բայց դա ինչ է նշանակում, որ ինքը պրեմիայով է վաճառում։ Ինքը առել է դա 100-ով, վաճառում է 170-ով, այդ 170-ի դեպքում այն 13-ը, որը ստացվում է, ստացվում է էֆեկտիվ 7.5։ Պատկերացրեք։ Լավ։ Տեսեք, եւ կներեք, էլի մտանք այս ֆինանսական մաթեմատիկայի մեջ, բայց վերադառնամ ձեր հարցին։ Այսօր մեր պետական պարտքը չափից դուրս թանկ է, նույնիսկ ռիսկային երկրի համար։ Առավելս ռիսկայնությունը նվազել է, որը նշանակում է, որ առաջի հերթին պետք է նայել նրա վրա, թե ինչպես է պետական պարտքի էժանացնում։ Բայց դա միակողությունը չի։ Մենք օրինակ ուսումնասիրել ենք, տեսել ենք հետևյալը, որ այդ նույն 7 տարիների ընթացքում իրավապահ մարմինների վրա եւ խոսքը չի գնում տվյալ դեպքում ոստիկանության, այլ խոսքը գնում է ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազությունը։ Ծախսերը 3 անգամ աճել են, ավելի քան 3 անգամ են աճել։ Հիմա հարց առաջանում։ Արդյոք աշխատավարձները այդ ընթացքում Հայաստանում աճել են 3 անգամ, ոչ, աճել են 70%-ով։ Արդյոք թոշակներն են աճել 3 անգամ, ոչ, թոշակները եւս չեն աճել 3 անգամ, աճել են 20%։ Ճիշտ մեկը մյուսի հետ համեմատել։ Շատ բարձ, որովհետեւ մենք նայում ենք ռելևանտ է համեմատել։ Չէ, ռելևանտ է, ինչ է իրավապահ համակարգի վրա ծախսեր աճել։ Եթե ռեֆորմներ ես իրականացնում իրավապահ համակարգում, աշխատավարձներ ես բարձրացնում, նոր տեխնիկա ես առնում, տեխնոլոգիաներ ես ներդնում, բարձր աճ։ Ու 50 հատ քննիչել գցում ես Սամվել Կարապետյանի ջանը։ Չէ, դա կարող է վաղը 60 հատ գցեմ մեկ ուրիշի հարցով, բայց նկատի ունեմ իրավապահ համակարգում երբ որ ռեֆորմ ես իրականացնում, պարգևավճար ես տալի, աշխատավարձ ես բարձրացնում, տեխնոլոգիաներ ես ներդնում, բարձ է հարկի բանը, ծախսերն աճում են։ Եվ թիվը անիմաստ ավելացնում ես, որպեսզի զբաղվեն քաղաքական գործերով։ Էդ էլ եկեք ասենք։ Այսինքն այդտեղ էլ ակնհայտորեն եւ իդեպ ես ասեմ, ինչ եք անում, գալու եք կրճատեք իրավապահ համակարգի ծախսերը։ Հա բնականաբար կամ ոչ թե կկրճատենք, այլ առնվազն մի քանի տարի նույն մակարդակի վրա կթողենք։ Բյուջեի հավելալ, բյուջեն ամեն տարի ավելանում է, չէ՞, այս տարի ավելացել դուք գիտեք։ Ամեն տարի ավելացող ռեսուրսները կուղենք արդեն այլ նպատակների։ Որ նպատակներին։ Ասացի ձեզ արդեն որ նպատակի մասին ենք խոսում։ Չէ, դուք այս պահին ասում եք, որ պետք է կրճատենք արտակի, պետք է կրճատենք պարտքը։ Ես նկատի ունեմ պարտքի սպասարկում, ես նկատի ունեմ միայն կրճատելով չի, չէ, պետք է բյուջեն մեծացնել, պետք է տնտեսությունը մեծացնել, որ նպատակներին եք ուղղելու, որպեսզի տնտեսությունը մեծանա եւ հնայի համեմատ պարտքը նվազի։ Ուրեմն մեր ընդհանուր ծրագրի մեջ մի քանի ուղղություն կա, որը մեր տեսանկյունից պահանջում է լրացուցիչ, այո, լրացուցիչ միջոցներ։ Ուղղություն 1՝ պաշտպանություն։ Մենք հայտարարել ենք, որ պաշտպանական ծախսերը պետք է հասցնենք հնայի 7%-ին։ Ուղղություն 2՝ կրթություն։ Հիմա մոտավորապես 4.5%, 4.5-ից պետք է հասցնենք 7%-ի։ Պաշտպանական ծախսերը։ Պաշտպանական ծախսերը։ Ուղղություն 2՝ կրթություն։ Հիմա 2.5% հնայի։ Հայտարարել ենք, որ 5 տարվա ընթացքում պետք է գանք հասնենք 5%-ի։ Ուղղություն 3՝ գիտություն։ Հիմա 0.3% հնայի։
հայտարարել ենք, որ 5 տարվա ընթացքում պետք է գանք հասնենք 1%-ի։ Հնայեմ 1%-ին։ Ուղղություն 4 կենսաթոշակներ։ Կենսաթոշակները հայտարարել ենք, որ 2 տարվա ընթացքում պետք է 50%-ով բարձրացնենք։ Արդեն մեզ հակադարձում են, թե որտեղից է փողը, արդեն գործող իշխանությունը արդեն առաջիկայում ցույց տալու որ փողը կա։ Երկու բան, այն ինչ դուք ասացիք դեռ ծախսերի մասին են, թեկուզ կարևոր ծախսեր են, բայց ծախսերի մասին են։ Երկրորդը գումարած այնպիսի ծախսեր են, որ դրանք հետո կրճատելը դժվար է, այսինքն սոցիալական ծախսեր են, դրանք ընթացիկ ծախսեր են, պաշտպանական ոլորտի ծախսեր են, բացատրելը, որ դրանք պետք է կրճատել դժվար է։ Ես նկատի ունեմ տնտեսությունը ինչպես պետք է աճեցնեք։ Դուք մի կողմից ասում եք, որ ծախսերը կարևոր ուղղություններում ավելացնելու եք, դրանք միանշանակ կարևոր են, բայց մյուս կողմից ինչ եք ասում, աղբյուրները որտեղից են ծախսերը։ Հիմա խոսենք նրանից։ Եվ գումարած հարկերն եք իջեցնելու։ Խոսենք ես ասացի, որ այդ հարկերի իջեցումը այդքան մեծ իրականում բեր չի բյուջեի վրա, այդքան մեծ բեր չի։ Վիճելի է, որովհետև մոտավորապես 400,000 մարդ Հայաստանի 800,000 աշխատողներից, որոնք հիմա կան, եթե չեմ սխալվում, հաշվարկներ կա այդպիսի 400,000, իրենք մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողներ են։ Եվ այդ ձեր հարկային փոփոխությունները հենց իրենց են վերաբերում։ Բազմապատկեք 400,000-ը 7,500-ով ամսական։ Բազմապատկեք։ Դա ամսական մոտավորապես 3 միլիարդի կարգի դրամ։ Այդքան մեծ փող չի։ Ну 30-40 միլիարդի մասին է խոսքը տարեկան։ Ճիշտ է, բյուջեի 1%-ն է։ Խոսքը գնում է բյուջեի 1%։ Այնպես չի, որ բյուջեի 15%-ը բան։ Որ աղբյուրներից է այդ գումարները վերել։ Հիմա խոսենք նրա մասին, թե որտեղից են գալու հավելյալ աղբյուրներ։ Առաջին հերթին բնականաբար տնտեսական աճից։ Առաջին հերթին տնտեսական աճից։ Մեր նպատակը նրանում է, եւ այս ամբողջ գործողություններով միտված է նրան, որ մենք կարողանանք ստաբիլ տարեկան 7%-ի կարգի տնտեսական աճ ապահովենք Հայաստանում եւ ավել։ Դա անհավանական թիվ չի։ Դա անհավանական թիվ չի։ Եթե մենք նայում ենք Հայաստանի պատմության մեջ կան ժամանակաշրջաններ, որովհետեւ 7 եւ ավել տոկոս տնտեսական աճ ա եղել։ Հիմա ի՞նչ է պետք, որպեսզի 7 եւ ավել տոկոս տնտեսական աճ լինի, որը ի դեպ բերմանա, որ տարեկան բյուջետային եկամուտները մոտավորապես 10%-ով են ավելանում եւ ավել, որովհետեւ տնտեսական աճի վրա վերադրվում է գնաճը, տնտեսական աճի վրա վերադրվում է հարկերի հավաքելիության բարձրացումը։ Մենք պետք է հասկանանք հետեւել, հա, ինչքան ավելի որակյալ է տնտեսությունը, այնքան հարկերի համամասնությունը տնտեսության մեջ մեծանում է։ Միանշանակ, որովհետեւ հարկունակ ոլորտները շատանում են։ Հարկունակ ոլորտները շատանում են, խոշոր ձեռնարկություններն են շատանում եւ այլն, հա, դա էլ ենք մենք Ինչ է կանելու, որպեսզի դրանք շատանան։ Տեսեք, մի քանի բան, որի մասին մենք խոսում ենք։ Առաջինը, մենք միտված ենք նրան, որ անպայման պետք է պահպանվի մակրոտնտեսական կայունությունը, որևէ գործողություն չպետք է ունենա իր մեջ ինֆլյացիոն տրամաբանություն, իր մեջ չպետք է ունենա, այսպես ասած, սրա նրան արտոնություններ բաժանելու, վարկերը ներելու եւ այլն տրամաբանություն։ Մակրոտնտեսական կայունությունը պետք է պահպանվի։ Երկրորդը, սեփականության իրավունքը անվերապահ պետք է երաշխավորվի։ Անվերապահ Հայաստանում այլևս ամենակարևոր դրույթներից։ Այո, Հայաստանում այլևս ոչ մեկից հեծ չպետք է խլվի։ Ոչ մի որպեսի այդպիսի գործողություն, որը ունի ըստ էության հստակ քաղաքական տրամաբանություն, սակայն տնտեսական ամբողջ տրամաբանությունը խախտում է, Հայաստանում չպետք է արվի։ Իսկ նախկին սեփական տիրոջ նկատմամբ կամ արդեն դերևս գործող է նախկին չէ, իրավունքները պետք է վերականգնվի ամբողջապես։ Ես կարծում եմ, որ այս սեփականատիրոջից դերևս հեծը խլված չի, բայց ուզում եմ ասեմ, Ու ամբողջապես վերականգնվի իրավունքների նկատմամբ։ Բնականաբար իհարկե։ Մենք ընդհանրապես ասած Հայաստանում խստիվ պետք է պաշտպանենք սեփականության իրավունքը, ինչու որովհետև դա է հիմնական երաշխիքը, որ Հայաստան կգա ներդրումներ։ Եթե դուք ներդրողից իր արածը, դրածը, ստեղծածը տարիներով ծաղկացրածը խլում եք, շատ մեծ հավանականությամբ հաջող ներդրողը ընդհանրապես ձեր երկրին ձեռ չի տա։ Էլ դրսից չի մտնի։ Եվ ընդհանրապես ասած բարձր տնտեսական աճ, տեսեք, մեր բոլոր տնտեսական վերլուծությունից դուք հիշում եք, որ այս ժամանակին շատ է տնտեսական հարցերով զբաղվում, ցույց են տալիս, որ Հայաստանը իր ներքին ռեսուրսների հաշվին կարող է 4-ից 4.5, մաքսիմում 5% տնտեսական աճ ապահովի։ Եթե դուք ուզում եք 7 եւ ավել, պետք է դրսից ակտիվ ներդրումներ գան։ Այդ ներդրումները կարող են լինել, կներեք, Ֆրանսիայից, այդ ներդրումները կարող են լինել Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, կարող են հայկական աղբյուրներից, կարող են ոչ հայկական աղբյուրներից, բայց դուք բոլոր դեպքերում տարեկան հնայի գոնե 2% աճը պետք է ապահովեք միանշանակ ներդրումից։ Արտաքին ուղիղ, անուղղակի եւ այլ ներդրումները շատ կարեւոր են, բայց որpիսի եւ դրանք նաեւ շատ զգայուն են տարածաշրջանի եւ երկրի նկատմամբ, որpիսի օտարերկրյա ուղիղ ներդրումները շատանան երկրում, իսկապես պետք է խաղաղություն տարածաշրջանում։ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, կոնֆլիկտի ռիսկ, պատերազմի ռիսկ չպետք է ունենա, լավ պաշտպանված լինի, հա։ Դուք այս գիծը շարունակելու եք այդ առումով քաղաքական։ Հիմա տեսեք, դուք շատ կարևոր միտք ասացիք։ Հայաստանը պետք է լավ պաշտպանված լինի։ Այո, որպեսզի Հայաստանը լավ պաշտպանված լինի, մենք նաև համարում ենք, որ առանցքային է, որ պաշտպանության եւ անվտանգության վրա
համախառն ծախսերը ավելացվեն։ Ինչու, որովհետև տարածաշրջանում տեղի ունեցողը, ասենք օրինակ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պատերազմը, դա քնեք դա մեզանից չի կախված։ Դա գործընթացներ են, որոնք գլոբալ տրամաբանությամբ են առաջնորդվում առաջի հերթին, եւ եթե օրինակ այդ պատերազմի ալիքը մեր վրա գա, մենք շատ քիչ հնարավորություն ունենք։ Առաջին հերթին նկատի ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ներկայիս գիծը ես կարծում եմ, որ հեռանկարային չի, որովհետեւ նա կբերի պատերազմի վերջո թուլությունը, ինչպես ասվում է, խրախուսելու է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա։ Ընդհանրապես մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է լինի ամուր պաշտպանված, դա պետք է բերի նա, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը հասկանա, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նկրտումներ այլևս չի կարող ունենալ։ Այդ կապակցությամբ մի բան եմ ուզում ձեզ հավելեմ, նախկինում մենք խոսել ենք դրա մասին, բայց հետաքրքիր կլինի վերաթարմացնել մեր հիշողությունը։ Ուրեմն 2014 թվականին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 75 միլիարդ դրամ։ Դոլար ներողություն, նույն տարեթվին Հայաստանում համախառն ներքին արդյունքը կազմել է մոտավորապես 11 միլիոն դոլար։ Այսինքն հարաբերակցությունը 1/7-ին է եղել։ Միլիարդ դոլար։ Անցել է 11 տարի, 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը 11 միլիարդ դոլարից աճել է 29.5 միլիարդ դոլար։ Մոտ 30, այո։ Համարյա 30, հա։ Ադրբեջանում թիվը կազմել է կրկին 75 միլիարդ դոլար։ Կրկին։ Այսինքն 11 տարիների ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը նոմինալ իմաստով ոչ միայն չի աճել, այլև իրական գնաճի հաշվի առնելով նվազել է։ Այսինքն Ադրբեջանը հասկանում եք դա պետություն է, որը անցել է իր եւ տնտեսական կարողության պիկերը անցել է, պիկերը անցել է։ Մեզ պետք է դադարել ինչ-որ իմաստով անդադ վախենալ Ադրբեջանից ու Ադրբեջանին ներկայացնել որպես ամենազոր։ Ադրբեջանը բնավ ամենազոր չի։ Մենք պետք է խնդիր դնենք Ադրբեջանի հետ խախտված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու։ Երբ որ մենք վերականգնենք, իսկ դա իհարկե մի տասնամյակի խնդիր է առնվազն, դա արագ չի արվելու, բայց այդ ընթացքում պետք է անել, ընթացքում էլ դիվանագիտորեն պետք է բնականաբար այսպես ասած մանևրել, որպեսզի նոր պատերազմի արդյունքում կարող եք խաչ քաշել ձեր նպատակների վրա, որ ցանկանում եք օտարերկրյա ուղիղ ներդրումները շատացնել կամ բերել Հայաստան, որովհետև ռիսկերը այնուամենայնիվ շատանալու են անվտանգության հետ կապված եւ մարդիկ գիշ չեն Հայաստանի նման փոքր շուկայում, ռիսկային շուկայում գումարներ դնել։ Եթե դա հանքարդյունաբերությունը չէ։ Ես ես մի հատ հարց տամ, էլի։ Բայց ինչպես է ստացվել, որ 14-ից մինչև 25 թվականները մեր հնան համարյա երրապատկվել է։ Ու այդ գժերն էին բերում ներդրումներ կատարում։ Գժերը չէին կատարում։ Պետք է հաշվի առնել հետեւյալը։ Նախ Բայց Հայաստանը չէր կարող բարձրանալ օտարերկրյա ուղիղ ներդրումների հսկայական մակարդակով։ Հսկայական չէ, բայց եթե վերցնում եք, պետք է տեսնեք այդ ընթացքում տուրիստական ենթակառուցվածքն է զարգացել է բարձր տեխնոլոգիաները Հայաստանում զարգացել է բանկային համակարգը, Հայաստանում զարգացել են առևտրային ցանցերը, Հայաստանում նոր արտադրություններ են, այդ ինչ է, բոլորը գժերն են արել, կարծում եմ որ ոչ։ Եվ պետք է հաշվի առնենք հետեւյալը նաև, որ մի կողմից կա, այսպես ասած, ռիսկի համար պրեմիում, բայց մյուս կողմից էլ այսպես ասած կա հայրենասիրական դիսկոնտ։ Հայրենասիրական Հայաստան եկած ներդրումների զգալի մասը ունեցել են հայրենասիրական դիսկոնտ, այդ են մարդիկ են եղել, որոնք Հայաստանում ներդրում են կատարել, որտեղ համարել են, որ բոլոր ռիսկերին եւ սպառնալիքներին հեճուկս պետք է Հայաստանում ներդրում անել, որովհետեւ տնտեսությունը զարգանա։ Դա ռիսկային է մրցակցել մի երկրի հետ, չեք կարծում որ դա ռիսկային է մրցակցել մի երկրի հետ, որի ստրատեգիական վալյուտային ռեզերվները, թեպետ խոսում եք որ նրա մասին որ իսկապես իրենց հնան չի աճել այս ընթացքում կամ շատ քիչ է աճել։ Չէ, ուղղակի այդ լինքը կար իմ մոտ, որովհետեւ գիտեի որ դրա մասին խոսելու ենք։ Ստրատեգիական վալյուտային ռեզերվները, պահուստները հասել են 91 միլիարդի։ Հայաստանի ռեզերվները 4-5 միլիարդ են։ Երբ որ 5 միլիարդի է մոտենում, մեզ համար դա մի չտեսնված թիվ է, դրա մասին ռեպորտաժներ են լինում, խոսվում է եւ այլ։ Դուք իսկապես լուրջ եք համարում այս ասիմետրիայի պայմաններում մի կողմից իսկապես ապահովել անվտանգությունը, ամուր անվտանգությունը հաշվի առնելով նաեւ Թուրքիայի գործոնը, մյուս կողմից իսկապես ներդրումներ բերել Հայաստան։ Ես դա բացասական իրատեսական եմ համարում, ավելին ձեզ ասեմ, հակառակն է ոչ իրատեսական։ Եկեք մի հատ վերցնենք դրա հետաքրքիր բանը, օրինակը կա պատմության մեջ։ Իսրայելի եւ Սիրիայի հարաբերակցությունը։ Եթե վերցնենք 30-40 տարի առաջ, նույն հարաբերակցությունը Իսրայելի եւ Սիրիայի միջեւ էր։ Սիրիան Իսրայելից մի քանի անգամ տարածքով մեծ էր, մի քանի անգամ 3 անգամ բնակչությամբ էր մեծ, նավթ ուներ, Իսրայելը ոչ մի բան չուներ եւ այլն։ Այդ տրամաբանությամբ Իսրայելը պետք է մեղմ ասած ձեռները լվար, ասեր դե մենք հանձնվում ենք, ել չասած որ Սիրիայի կողքին Եգիպտոսն էր կանգնած, Լիբանանն էր կանգնած, Իրաքը եւ այլն։
Հիմա նայեք ուր է Իսրայելը, ուր է Սիրիան։ Որովհետև դուք պետք է նաև նայեք այդ ամեն ինչը դինամիկայի մեջ։ Ադրբեջանը ունի բավական լուրջ վալյուտային ռեզերվներ, բայց պետք է հաշվի առնենք որտեղից է եկել։ Այդ նավթի հանույթից կուտակվել է, հա, ենթադրենք, սպառվում է, չի բանանում, այդ չի ավելանում, սպառվում է այդ մեկ։ Երկրորդը ի վերջո եկեք հաշվի առնենք հետևելը։ Ադրբեջանը մի երկիր է, որի քաղաքական համակարգը 30 տարուց ավել է գտնվում է մի ընտանիքի իշխանության տակ։ Դա փլվելու է այդ համակարգը, դա ակնհայտ է, չէ՞։ Օրինակ եկեք համացան մեջ նայենք Իրանի հետ, էլի։ Իրանը մեր աշկի առաջ վերջի մի ամսվա մեջ ամբողջ բարձրագույն ղեկավարությունը համարա վերացրեցին։ Տեղը միանգամից ուրիշ մարդիկ են գալու, որովհետև այնտեղ ուրիշ ձևով է համակարգը կառուցած։ Պատկերացնեք իրավիճակ, երբ որ ասենք այսօր Ադրբեջանի նախագահը չլինի։ Մի օր կգա, չէ՞, ասենք առողջության կամ այլ պատճառներով բան։ Որտե փլվելու է այդ երկից։ Պարոն Շահյան, ամենայն հարգանքով այս վերլուծությունները կարևոր են, բայց երբ որ վաղը եկաք իշխանության, ձեզ ասելու են ուր են այդ ներդրումները, ինչպես եք բերելու։ Դուք ախր շատ մեծ դժվարություններ եք ունեցել, մի կողմից կոնֆլիկտային տրամաբանությունը շարունակել, լավ, վատ, կապ չունի, բայց այն ինչ որ դուք եք ասում, գոնե առաջիկա 5-10 տարում չի խոսում նրա մասին, որ կոնֆլիկտը լուծվելու է, կարգավորվելու է, խոսում է նրա մասին, որ Հայաստանը ուժեղանալու է, իր վրա դժվար է լինելու հարձակվել, այսպես ասած։ Դեմ եք, որ Հայաստանը ուժեղանա։ Չէ, ես դեմի մասին չեմ ասում, ես նկատի ունեմ ձեր տնտեսական ծրագիրը իրականացրել։ Մեր տնտեսական ծրագրից որտեղից հայտվում, որ մենք կոնֆլիկտ ենք շարունակում։ Դուք նոր եք ասում, ձեր տնտեսական ծրագրից դա չի հետևում, հենց դուք նրա մասին եք ասում, որ մենք պետք է ուժեղանանք, զորանանք, այս գիծը չեք ընդունում կառավարության հարաբերությունների կարգավորման։ Այս գիծը տանելու է նոր պատերազմի, նորից եմ ասում, այս գիծը տանելու է նոր պատերազմի, գալու է Ադրբեջանը հերթական պահանջներն է դնելու եւ թույլ երկիրը չկարողանալով դրան դիմադրել կամ պետք է անի զիջումներ կամ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ Իսկ կարծում եք, որ հնարավոր է, ես զուտ ճշտելու համար, հնարավոր է արագ հզորանալ, արագ ապահովել պաշտպանություն, անվտանգություն, դրան զուգահեռ նաև ներդրումներ։ Չեմ պնդում, որ այդ ամեն ինչը հնարավոր է անել արագ։ Ես չասացի, որ դա հնարավոր է արագ, բայց ես ասում եմ հետևյալը։ Մենք ունենք երկու մրցակցող եւ ինչ-որ իմաստով տրամագծորեն հակառակ տրամաբանություններ։ Եվ այդ տրամաբանություններն են, որ ըստեյցան այս ընտրությունների ժամանակ լինելու են կշեռքի երկու նժարների վրա եւ մեր ընտրողը դրանց միջև պետք է ընտրի։ Մի տրամաբանությունը հետեւյալն է, որ խաղաղության ապահովման ձևը թուլությունն է եւ այդ հարևանի համար սպառնալիք չներկայացնելը։ Մյուս տրամաբանությունը հետեւյալն է, որ խաղաղության ապահովման ձևը ուժն է եւ այդ հարևանի համար բավարար դիմադրություն ներկայացնելը, որը կբերի նրան, որ բալանսի վերականգնումը։ Որ բալանսը վերականգնվի։ Ես ձեզ անկեղծորեն ասում եմ, ես հավատում եմ երկրորդին, որովհետեւ պատմությունը դեռևս ցույց չի տվել, երբ ես դու կարողանում թուլության հաշվին խաղաղություն ապահովես։ Պատմությունը տենց օրինակներ ցույց չի տալիս։ Թուլությունը ի վերջո բերում է պարտության։ Դե նկատի ունեմ մեր պատմությունը կոնկրետ բալանսի խախտման պատմությունն է, եւ բալանսի խախտումը բերել է պատերազմին։ Հա, դա բալանսը պետք է վերականգնել ուրեմն։ Լավ, Պարոն Չալոբյան, մի կողմից ձեր տնտեսական ծրագրում խոսում եմ նրա մասին, որ շուկա խրախուսելու եք նոր խաղացողների մուտքը, ազատ մրցակցություն, սեփականության իրավունքի սրբորեն պաշտպանություն եւ այլ, բայց մյուս կողմից նաեւ ասում եք, որ պետք է պաշտպանեք տեղական տնտեսվարողներին, արտադրողներին անարդար դրսի մրցակցությունից, հա։ Այս որտեղ է ողջամիտ սահմանը պրոտեկցիոնիզմի եւ արդյունավետ տեղական բիզնեսի արժանապատվության։ Շատ լավ հարց եք տալիս։ Եկեք այդ հարցին մի քիչ չլինի այնպես, որ ստեղծենք ջերմոցային պայմաններ, որը հարվածելու է մարդկանց գրպանին։ Տեսեք, ես երբ որ առաջ անգամ սկսեցի աշխատել պետական համակարգում, էկոնոմիկայի նախարարությունների աշխատում, ուղիղ այդ հարցով էի զբաղվում Հայաստանի արտաքին առևտրային քաղաքականությամբ, եւ այդ խնդիրը իսկապես խրթին է։ Խրթին է եւ թե որտեղով անցնում գիծը ամեն անգամ ինչ-որ իմաստով պետք է կարգավորել, որտեղով անցնում գիծը։ Տեսեք, նախ եկեք ներսում նայենք, հա։ Ներսում մեր ֆունդամենտալ դիրքորոշումը նրանում է, որ որևէ մեկին չպետք է տաս առանձին վերցած արտոնություն։ Դու եթե օրինակ որևէ ոլորտի տալիս ես արտոնություն, ինքը պետք է այն ձևով լինի, որ այդ ոլորտի բոլոր խաղացողները մոտավորապես հավասար կարողանան օգտվել։ Օրինակ եմ ձեզ ասում, ենթադրենք ոլորտին պետք են բարձր կրթված մասնագետներ, հա։ Այդ դեպքում պետությունը սկսում է ֆինանսավորել այդ մասնագետների պատրաստումը եւ այդ մասնագետներից կարողանան օգտվել բոլոր ընկերությունները։ Կամ ենթադրենք ոլորտին պետք է գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորում։ Այդ դեպքում պետությունը կազմակերպում է տենդերներ, անդորոն ոչ թե մի հատ, այլ ասենք բազմաթիվ լոտերի է բաժանում, հա, այդ մրցույթային բանը,
Եվ տարբեր ընկերությունների միջև բաշխվում, այնպես որ որևէ մի առանձին ընկերություն մեծ առավելություն չստանա, հա։ Հիմա դա է տրամաբանությունը, որ ներսում դուք, այսպես ասած, հաղթողներ եւ պարտվողներ չձևավորեք։ Հիմա, երբ որ խոսքը գալիս է արդեն դրսի հետ կապված, դրսի հետ կապված շատ կարևոր խնդիր է հետեւելը. ում հետ ես մրցակցում եւ ինչ պայմաններով ես մրցակցում։ Եթե դու տեսնում ես, որ կողքիդ երկիրը, օրինակ, իր արտադրողին սուբսիդավորում է, դրանով ի սկզբանե անարդար մրցակցության պայմաններ ստեղծելով Դրսի շուկաներում նկատի ունեք։ Հա, ենթադրենք ամենապարզ բանը ասում, ենթադրենք տեսնում ես, որ թուրքերը իրենց գյուղատնտեսական արտադրողներին ֆինանսավորում են, սուբսիդավորում են։ Եւ լոլիկը Հայաստանում էժան է։ Արդյունքում իրենց լոլիկը կամ ծիրան, այո, Հայաստան էժան է գալ։ Հիմա դու ինչ պետք է անես։ Բնականաբար քո ներքին արտադրողին պետք է պաշտպանես, բայց խելամիտ պետք է պաշտպանես։ Այսինքն դու ոչ թե պետք է 100%-անոց մաքսատուրք դնես։ Դու պետք է տեսնես, ասես 10%-ա սուբսիդավորում ես, 10%-անոց մաքսատուրք կդնեմ, որպեսզի չեզոքացնեմ դրա էֆեկտը։ Որտեվ 100%-անոց մաքսատուրքը Սա արդար մրցակցության պայմաններ դու պետք է հավասարեցնես, այո, մրցակցության պայմանները, հավասարեցնես մրցակցության։ Այսինքն զուտ ուղակի ջերմոցային պայմաններ չես ստեղծում, հավասարեցնում ես այդ խորտուբորտությունները, որ կան մրցակցության մրցակցության։ պայմաններ ստեղծելը թանկ է նստում տնտեսության վրա։ Մարդկանց գրպանի վրա էլ է թանկ նստում։ Հա, մարդկանց գրպանի վրա էլ է թանկ։ Ես հետաքրքիր բան պատմեմ, այդ իմաստագործումը քիչ շեղվում եմ։ Ժամանակին, երբ որ այսօրվա նախագահ Տրամպը առաջ անգամ եկել էր իշխանության, ինքը ամբողջ աշխարհից Միացյալ Նահանգներ ներմուծվող մետաղի վրա 25%-անոց մաքսատուրք դրեց։ Այդ ժամանակ ես իմ նախկին գործունեությամբ եմ զբաղվում, մանկեզի ընկերությունում եւ հենց մետաղներով եմ զբաղվում։ Իմ մոտ առ թեղավ Նյու Յորքում ելույթ ունենալ, հանդես գալ ելույթով ամերիկյան մետալուրգների մոտ։ Իրանք բոլոր շատ ողջավորված էին, որ իրանց արտադրությունը հիմա պաշտպանված է լինելու 25%-անոց մաքսատուրքերով։ Ես ասած ասի Արգենես, այդքան մի ողջավորվեք, որովհետեւ խնդիրը նրանում է, որ եթե մետաղը ամերիկան թանկանա այս ամեն ինչի արդյունքում, դուք սկսելու եք սպառումը կորցնել։ Եվ տենց շուկան եք սկսելու կորցնել։ Օրինակով է առնում այդ մետաղը։ Մետաղը առնում են ենթադրենք ընկերություններ, որ նավեր են սարքում դրանից, կամ ավտոմոբիլներ, կամ սարմաններ։ Բազմաթիվ ամերիկյան ընկերություններ իրենց արտադրությունները սկսեցին Ամերիկայից դուրս տեղափոխել։ Իսկ ոչ ոք աշխատուժի տեղեր, աշխատուժի շուկաներ տեղեր։ Լավ, դուք նաև խոսում եք դրա մասին, որ մարզերում պետք է այսպես կլաստերային որոշակի հարկային արտոնություններ տակ, որովհետեւ այնտեղ արտադրություններ կազմակերպվեն եւ այլ, բայց ինչպես է օրինակ խափանելու այն հնարավորությունները, որ հաճախ ընկերությունները զուտ թղթով են տեղափոխվում մարզ, հասցեն գրանցում են այնտեղ եւ այլ, բայց գործունեությունը ծավալում են ուրիշ տեղեր, զուտ քիչ հարկեր վճարելու համար։ Այդ ճիշտ հարց եք տալիս, բայց այդ հարցի պատասխանը կա եւ իրականում վաղուց կա այդ հարցի պատասխանը։ Ես ձեզ օրինակ բերեմ, դրա օրինակներից մեկը։ Տարածություն անցած շաբաթ գտնվում էին Գավառում եւ Գավառը այդ այն բնակավայրերից մեկն է, որը սովետական տարիներին ծաղկել է, բայց հետո իր ամբողջ արդյունաբերությունը կորցրել է, դեպրեսիվ վիճակում տնտեսությունը գտնվում է, երիտասարդությունը արտագաղթում է եւ այլն, եւ հանդիպում ենք հենց երիտասարդության հետ, որոնք հենց այդ հարցերն էին տալիս։ Ինչպես է կանելու, ոնց է խրախուսելու այստեղ մրցակցությունը եւ այլն, տնտեսական աճը։ Հիմա տեսեք, մենք օրինակ եկել ենք այն եզրակացության, որ Գավառում ոլորտներից մեկը, որը կարող է հեռանկարային լինի, դա ջերմոցներն են։ Եվ ինչու են ջերմոցները, որովհետեւ Գավառում տարվա մեջ շատ մեծ արևային օրերի քանակը մեկ եւ երկրորդը արևային ճառագայթումը շատ ուժեղ է, որտեղ բարձր լեռներ։ Այսինքն հենց արտադրությունը այնտեղ է կազմակերպվելու։ Այո, բնականաբար։ Իմաստ չունի, այդ ջերմոցը իմաստ չունի բերել դնել Արարատյան դաշտում։ Այդ ջերմոցը իմաստավորված է հենց Գավառում, որտեղ արևային օրերը այնտեղ են շատ եւ որը շատ հետաքրքիր է։ Մարդիկ նախկինում դրա մասին չէին մտածում, հիմա սկսել ավելի ակնհայտ է դառնալ։ Արևի ճառագայթումը դա ֆոտոսինթեզի աղբյուր է։ Ֆոտոսինթեզը տեղի ունենում այնտեղ, որտեղ այդ ճառագայթումը ուժեղ է։ Դուք իջնեք դրանից 1000 մետր ներքև Արարատյան դաշտ, օդը կլանելու է այդ արևի ճառագայթը, չեք ստանալու այդ բանը։ Այսինքն դուք թիրախային այդ արտոնությունը տալիս եք այն ընկերությանը, որը կոնկրետ գործունեությամբ է զբաղվում, կոնկրետ վայրում, ոչ թե այնտեղ ունի գրանցված հասցե։ Ոչ թե աշխարհագրական սկզբունքով այստեղ ամբողջությամբ արտոն։ Այո, այնտեղ ունի ակտիվ, այնտեղ ունի արտադրություն, այնտեղ ունի աշխատողներ, այնտեղ են գրանցված աշխատողներ, այնտեղ են ապրում եւ այլն։ Հա, դա ենթադրում է, որ պարբերաբար պետք է ինսպեկցիաներ արտադրություն տեղափոխվի այնտեղ, ոչ թե թղթով հասցեներ։ Բնական։ Հասկանալի է, տեսեք, դուք խոսում եք նաև կոմունիկացիաների բացման, Հայաստանի երկաթուղին հարևան պետությունների հետ կապելու մասին, բայց մի քիչ առաջ մենք որ խոսում ենք, այն ինչի մասին մենք խոսում ենք, խաղաղության վերաբերյալ ձեր տեսլական հարևանների հետ հարաբերությունների կարգավորման։ Առնվազն դա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր երկաթուղին առաջիկա տարիներին չի կապվելու։ Ինչպես է մի կողմից խոստանում այդ կապակցվածությունը Հայաստանի ուժեղացնել տարածաշրջանում, երկաթուղին կապել հարևանների հետ, բայց մյուս կողմից
քաղաքական եւ արտաքին քաղաքական մակարդակում այլ բան իրականացնել։ Նախ նորից ես կարծում եմ, որ դուք իմ խոսքերից հետևություններ եք անում, որը խոսքերում անմիջական չկա, ինչ որ իմաստով դա մեկնաբանությունն է ձեր։ Ամենապարզ օրինակը ցես ասում։ Արդեն գոյություն ունի թրիպի վերաբերյալ ստորագրած մի շարք փաստաթղթեր։ Ուշագիրը, որ անցյալ տարի ստորագրել են, այս տարի արդեն Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրերը դրա հետ կապված։ Դուք դրանք շարունակելու եք։ Չէ, տեսեք, եթե թրիպը լինելու է, եթե, որովհետև ես այս պատերազմից հետո իրանյան բնավ համոզված չեմ, որ թրիպը առաջիկայում իրականություն կդառնա, բայց ենթադրենք նա իրականություն է դառնում։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ նա պետք է հայլայն լինի։ Մենք մեր տարածքով անցում ենք տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային, Ադրբեջանը իր եւ Նախիջևանի տարածքով անցում է տալիս մեզ։ Հայլայն պետք է լինի։ Մեր ասած այդ աստույցան։ Մենք ասում ենք կներեք, մենք կուզենայինք այդ դեպքում ունենալ Նախիջևանի տարածքով երկաթուղային գիծ դեպի Իրան։ Երկաթուղային գիծ դեպի Մոտավորապես ինչ ասում է ներկայիս կառավարությունը։ Այդքան էլ դա չի ասում, մեր համար դա սկզբունքային է։ Հիմա Թուրքիան սկսել է նոր երկաթուղի կառուցել, որպեսզի գա։ Չէ, այդքան էլ դա չի ասում որն է։ Եթե դուք թրիփ ընդունում եք, թրիփ ընդունում է ներկայիս կառավարությունը, ի թրիփում խոսում է նրա մասին, որ այդ կապակցվածությունը, կոմունիկացիաները կունենա Հայաստանի մասով փոխադարձ շահութաբերությամբ պետք է աշխատեն։ Մի բան ասում եմ, թրիփում դա բացահայտ գրված չի։ Թրիփում գրված է հետևյալը, որ Հայաստանը եւս դրանից պետք է օգուտ ստանա։ Հուշագրի մեջ է դա գրված։ Հիմա մենք ասում ենք հետևյալը, այդ օգուտը վերացական չի։ Եթե մենք մեր տարածքով անցում ենք տալու, ուրեմն դուք էլ ձեր տարածքով եք անցում տալու։ Եվ իդեպ բալանսի վերականգնումը այդ տեսանկյունից էլ է կարևոր։ Ինչի՞ որովհետև եթե դու բալանսը վերականգնում ես, դու կարող ես պնդել դրա վրա։ Դու կարող ես պնդել դրա վրա։ Եվ ոչ թե կոնֆլիկտի ես գնում, ասես գիտեք ինչ, չեք կարալու զորով չեք կարնալու Սյունիքը վերցնեք, որ մեզ է սպառնակ։ Ուզում եք մեր տարածքով ձեր մոտ վագոնները գնան գան։ Ուրեմն ձեր տարածքով էլ մերը պետք է գնան։ Բայց կներեք, այստեղ մի փոքր հակասություն չկա։ Մի կողմից ասում եք այս գիծը չեք շարունակելու, որովհետև դա պատերազմի է բերելու խաղաղության հաստատման հարևանների հարաբերությունների կարգավորման, բայց մյուս կողմից ասում եք, որ մեծ հաշվով դեմ չեք թրիփին։ Չէ, ներողություն, նորից էլ տեսեք, ես կարծում եմ իմ ասացի մեջ բացարձակ ոչ մի հակասություն չկա։ Մենք ասում ենք հետևյալը, որ խաղաղության ապահովումը պետք է լինի ուժային բալանսի վերականգնման հաշվին։ Ուժեղանանք, ուղղակի պետք է ուժեղանանք։ Ուժային բալանսի վերականգնման հաշվին։ 1. Երկրորդը, մենք ասում ենք, որ եթե մեր տարածքով մենք Ադրբեջանին անցում ենք տալի, հայլային պետք է իր տարածքից տարածքով էլ մենք ունենանք անցում, հա։ Դրանում ո՞րն է հակասությունը։ Չէ, դրանում ես հակասություն չտեսա, բայց դրանում չեմ տեսնում հակասությունը կառավարության քաղաքականության հետ, որովհետև իրենք էլ ռազմական բյուջեն ավելացրել են այս ընթացքում եւ ցկտում են ունենալ այդ ձեր ասած անցումները։ Իրանք այս ընթացքում վերջի տարին առնվազն պակասացրել են, ծառայության տևողությունը պակասացրել են, բանակում ստեղծել են մի հատ իրավիճակ, երբ որ բանակում ծառայությունը պակաս գրավիճակ անցնել ոստիկանությունում ծառայությունը Պաշտպանության բանակը Արցախի ըստեյության կազմալուծել են եւ այլն։ Եկեք մեծ հավասար մեժարների վրա մի դերեք էլի։ Իրանց մոտեցում է մերն ու մոտեցում է նույնիսկ ծառայության ժամկետը երկարացնելու եք նորից։ Գիտեք ոնց է, նրանից հետո երբ որ ծառայության ժամկետը կարճացվել է, ինձ թվում է միանգամից երկարացնելը սխալ կլներ, հա, որովհետեւ հանրությունը ինչ որ իմաստով արդեն այդ գաղափարը ընկալել է, բայց մենք ուրիշ բան ենք անելու։ Մենք դա փոխհատուցելու ենք մեծ թվով պայմանագրային զինծառայողներ աշխատանքի մոտավորապես են ինչ որ անում է ներկայիս կառավարությունը։ Ներկայիս կառավարությունը դա բացարձակ չի անում հայրենիաց ծրագրով։ Դա չի անում, որովհետև տեսեք։ Այս ընթացքում ես մի քանի անգամ ուշադիր փորձել եմ լսել ինչ ասում պաշտպանության նախարարը։ Պաշտպանության նախարարը ոչ մի կերպ չի բացատրել, թե ինչպես է փոխհատուցելու 6000 զինծառայողների անմիջական ժամկետային զինծառայողների չգալը ծառայության։ Ինքը երբեք թիվը թվի հետ չի համեմատում։ Ինքը ասում է պաշտպան հայրենացով մեր մոտ ծառայողների թիվը աճում է։ Ինչքան է աճել։ 6000 մարդու կարողանալու է փոխհատուցել։ Դա ուրիշ թեմա է, մեր հարցազրույցի թեմայի մեջ չի մտնում։ Վերջին հարցը։ Խոսում եք Հայաստանի մի քանի մարզերում օդանավականներ ստեղծելու, օդանավականներ կառուցելու մասին, հա։ Հայաստանի փոքր տարածքը հաշվի առնելով, եթե գալով ձեր նախկին զբաղվածության, նախկին աշխատանքում, եթե McKinsey-ում դուք շարունակեիք աշխատել եւ կառավարությունը նման ծրագիր ներկայացներ, ու դուք պետք է ծրագիրը քննեիք ու քննարկեիք, դուք իսկապես կհաստատեիք այդ ծրագիրը։ Հերազդանում անպայման։ Ես բացատրեմ ինչ, տեսեք։ Ուրեմն առնվազն մի հատ կետ կա, բայց գուցե կարելի է հետո ավելացնել, որտեղ անպայման պետք է օդանավական կառուցել։ Դա Հրազդանն է։ Ինչու է դա Հրազդանը։ Նախ Հրազդանը Հայաստանի աշխարհագրական կենտրոնն է։ Նա այդ այն հատվածն է, որը մեր սահմաններից առավել հեռացված է։ Իսկ դա անվտանգության նկատառում ունի։ Մեր Զվարթնոց օդանավակայանը սահմանից
հայ-թուրքական սահմանից 10-12 կիլոմետր հեռավորության վրա է։ Բայց ներկա խոցման հնարավորությունների պայմաններում 10 կիլոմետր այսքոմ կլինի չէ, Հրազդանը 60-70 կիլոմետր է հեռու։ Դա մեկ։ Երկրորդը ինքը լեռներով է շրջապատված, ուստի էդ էլ է կարևոր, այսինքն խոցում այդքան հեշտ էլ չի։ Բայրակտարը հանգիստ խոցի, եթե խոցելու խնդիր լինի։ Նորից եմ ձեզ ասում, ոչ մի բան անհնար չի, բայց հարաբերական իմաստով մի բան է բայրակտարը, եւ ի վերջո բայրակտար խոցելու ձև էլ կա։ Մի բանա, որ ուղղակի թնդանոթով դնում կրակում։ Չէ, նկատի ունեմ, ես չգիտեմ երկրներ, որ այդքան խտությամբ, այսինքն մայրաքաղաքի օդանավակայանին այդքան մոտ մի հատ օդանավակայան կա։ Չէ, բայց այդ մոտ չի։ Հրազդանի օդանավակայանը Զվարթնոց օդանավակայանից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորություն ունի։ Եվ ներկայիս պայմանագիրը թույլ տալիս է նման բան իրականացնել։ Ներկայիս պայմանագիրը բանասին է խոսում։ Ներկայիս պայմանագիրը հնարավորություն տալիս հենց իրանց օդանավակայան կառուցել, իրանց պետք է ուրիշը չկառուցի իրեն կառուցել։ Այո, իրենք իրավունք ունեն։ Այդ մեկ։ Երկրորդը ինչու է դա կարևոր, որովհետև կոնկրետ Հրազդանը գտնվում է Հայաստանի հիմնական տուրիստական կուրորտների անմիջական կենտրոնում։ Հրազդանի կողքն է Սևանը, Հրազդանի կողքն է Ծաղկաձորը, Հանքավանը, Դիլիջանը, Աղվերանը եւ այլն։ Դա տուրիստական նշանակություն ունի։ Հիմա երբ որ դուք տեսեք, պատկերացեք, դուք ուզում եք գնաք Դիլիջան հանգստանալու։ Դիլիջան հանգստանալու համար դուք պետք է գաք Փարաքարում վայրեջ կատարեք Զվարթնոց օդանավականում եւ հետո ինչքան 120 ծավալ կիլոմետր գնաք։ Դա արդեն քիչ չի։ Իսկ պատկերացեք դա Հրազդանն է եւ ընդամենը 30-40 կիլոմետր է։ Մենք ավելին ենք պատկերացնում, որոշ մեն Հրազդանը օդանավականը պետք է կառուցել։ Հրազդանից Վանաձոր նաեւ պետք է ավտոճանապարհային թունել կառուցել։ Հիմա երկաթուղային թունել կա, որը չի օգտագործվում, բայց կարծում ենք ավտոճանապարհային թունելը պետք է կառուցել եւ երկաթուղային թունելը կառուցվել է դեռևս սովետական տարիներին։ Հիմա տեխնոլոգիան թույլ է տալի 8 կիլոմետր այդտեղ լեռների, այսպես ասած, խորություն։ 8 կիլոմետրանոց թունելը լրիվ իրատեսական է կառուցել, Վանաձորը կապել Հրազդանի հետ, ունենալ դրա միջոցով դեպի Թբիլիսի գնացող ամենակարճ ճանապարհը եւ այդ ամբողջ զոնան ըստ էության ունենալ ավելի մոբիլ հնարավորություն։ Ես այդ ամենը շատ լավ է, բայց ես տնտեսվարողի տնտեսական հետաքրքրությունը չեմ հասկանում Երևանի օդանավակայանից 60 կիլոմետր հեռավորության վրա եւս մեկ օդանավակայան կառուցել։ Նորից եմ ձեզ ասում, տեսեք, տնտեսական հետաքրքրությունը 60 կիլոմետր չի Հրազդանից, 80 կիլոմետր։ Լավ 80 կիլոմետր։ Եվ երկրորդը պետք է հաշվի առնեք տնտեսավարողի տեսանկյունից։ Դուք պետք է Երևանի միջով անցնեք։ Դուք կիլոմետրով միայն մի նայեք։ Զվարթնոցից որպեսզի դուք գաք հասնեք Առինջ, մի ժամից ավել է տևում։ Մի ժամից ավել է տևում, որովհետև դուք անցնում եք քաղաքի միջով, որը գերց ծանրաբեռնված է։ Այսինքն ներդրումները պետք է հետ ստանա։ Չէ, բնականաբար երկե կստանա։ Լավ, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Civil Net Business-ի տաղավարում ես զրուցեցի Ավետիք Չալաբյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։